Մեր երեխաների ուշադրությունը եւ ուղեղը փորձում են զավթել մարդիկ, որոնք դրանից գումար են վաստակում, դա իրենց բիզնեսն է, սոցիալական ցանցեր եւ այլն, շատ։ Համարյա ամբողջ համացանցի բիզնեսը դրանում է կանում։ Իրենք վաճառում են մեր ուշադրությունը եւ դրա դիմաց գումար են ստանում։ Հիմա մենք պետք է ետ բերենք մեր երեխաների ուշադրությունը եւ կենտրոնացնենք այն կարևոր բաների վրա, որպեսզի երեխաները ոչ թե ձանձրանան եւ անդադ նետվեն այդ պահին դոֆամին ստանալու, այլ իրապես կարևոր բաներ կարողանան անել, մարաթոններ վազեն, ոչ թե կարճ սպրինտներով հաճույք ստանան, երկար ճանապարհներ անցնեն դեպի հաջողություն։ Դա մեր գլխավոր մարտահրավերն է։ Այսօր մեծանում է սերունդ, որը սովոր չէ երկար սպասել հաճույքին, որը չի գնահատում մեծ հաճույքները եւ պատրաստ է դրա դիմաց ստանալ փոքր հաճույքների շարք, որը տանում է դեպի անդունդ, դեպի կործանում։ Հիմա մենք պետք է փրկենք մեր երեխաներին, բայց փրկելու ճանապարհները կան։ Դրանք կան մենակ դժվար ճանապարհներ են, բայց այո, բայց նույնն է։ Որ ասեմ, այլ մարտահրավեր է, բայց ես նորից ասեմ, այն ժամանակ էլ այլ մարտահրավերներ են։ Ասենք 90-ականների մեծացած երեխաների մարտահրավերները հիշենք։ Տնտեսությունը քանդված վիճակում էր, դպրոցները չէին աշխատում, համալսարանները համարյա չէին գործում էին, բայց շատ չնչին ծավալով, որտեղ ցուրտ էր,